Բարի լույս հերոստատոներ, ինչպես Լուսինեն ընդգծեց, ես կգամ ու ես եկա ոչ միայն քիչ հետո մեր հյուրին ավելի շուտ կարելի է ասել մարդուն, ով պարբերաբար հայտնվում է մեր տաղավարում արդեն ոչ որպես հյուրի կարգավիճակում, այլ համահաղորդավարի որոշակի առումով կներկայացնենք քիչ անց։ Ասեմ, խցանումներ էր քաղաքի փողոցներում, ցավոք սրտի վաղ առավոտյան լինում են պատահարներ մեքենաների հետ, այո, եւ ստիպված ուշանում ես, բայց հուսամ, որ վստահ եմ ավելի կամ որ ամեն ինչ շատ լավ է եղել մինչ այս պահը այստեղ։ Իհարկե առանց քեզ միևնույն է, մի քիչ ինչ որ հատված դատարկ է, ինչքան ուզում ես լցրու, չի լցվում։ Ոչինչով չեմ կարող այդ հատվածը։ Արի ներկայացնենք մեր հյուրին ավելի լավ է։ Ժամանակն է, չէ՞, թե կարող է։ Դե կարող եք տարվել միմյանցով եւ մոռանանք ինչի մասին ենք հավաքվել։ Չմոռանանք ինչու ենք հավաքվել, սիրելի հեռուստադիտողներ։ Մենք ներկայացնում ենք ավելի շուտ արդեն ներկայացման կարիքն է, չի զգում, ուղղակի ասենք, որ այսօր մեր հյուրն է պարոն Ռաֆիկ Բարոյանը, բարև ձեզ։ Բարի լույս։ Շատ տեղին ստացվեց այսօրվա, որ անակնկալ արեցին, ասացին, որ պարոն Բարոյանն է գալու, ասեմ ինչու, որովհետև ինչ կարծիքի եք, ես ցնորվել եմ, թե ես ամեն երեկո նույն ժամին տեսնում եմ թռչող ափսե։ Դու ամբողջ նախապատմությունը պատմել ես պարոն Բարոյանին, ինչ է կատարվում քեզ հետ, որ ժամերին ես դու կա այդպիսի հնարավորություն, հավանականություն, որ ես դա կտեսնեմ, ասեմ ինչու եմ հարցը տալիս, որովհետև ուֆոլոգ մասնագիտությամբ պարոն Բարոյանն է մեզ մոտ հյուր։ Ճիշտն ասած, ցնդված ենք մենք բոլորս։ Դա նորմալ է։ Ինձ չի թվում, որ միայն այն, որ դուք ձեզ այդպիսի հարց տալիս եք, ձեզ խիստ տարբերում է մյուսներից։ Եթե մենք գիժ չլինենք, երջանիկ լինելու համար ունենալով բոլոր հնարավորությունները ցանկացած տվյալ պահին, ինչի մենք երջանիկ մեզ չենք զգում, որտեղ գիժ ենք։ Այդ հարցը գիտեք երբ եմ ինձ տվել, երբ հանգստյան ժամանակ ծովափում նստած էի, մայրամուտ էր եւ ես այսպես վայելում էի ու մեծ ալիքներ էին, մի հրաշք, մի խոսքով բնության հրաշքն էի վայելում, մտածում էի, ասում եմ, ինչ հետաքրքիր է, չէ, բնությունը ամեն ինչ արել է, որ մարդիկ երջանիկ լինեն։ Ամեն ինչ, բնությունը ոչինչով չի խոչընդոտում։ Ինչու ենք մենք բոլորս մեր կյանքը այսպես կործանում։ Բայց վերադառնանք թռչող ափսերին։ Ճիշտն ասած, չի ասի, թե կործանում ենք, երևույթը, տեղի ունեցող երևույթների չհասկանալը ցանկացած մարդու վրա միշտ էլ կործանման տպավորություն կթողնի։ Հիմա զանազան հեռուստաընկերությունների եթերները լիքն են կործանման մասին ֆիլմերով, ըստ որում նաև փաստագրական ֆիլմերով, ես ասենք չեմ հասկանում, թե ինչի ամերիկացիները անպայման ուզում են բոլորիս հավատացնեն, որ երկրագունդը շատ շուտով կկործանվի, մենք բոլորս, այսպես ասած, կփշրվենք, կանհետանանք։ Կարծում եմ կատարյալ հիմարություն կամ գուցե ինչ-որ քաղաքական նպատակներ են, ես երբեք չեմ մտել քաղաքականության մեջ համարելով, որ դա մարդկության ստեղծած ապուշություններից մեկն է, որպեսզի ինչ-որ մեկը մյուսի նկատմամբ առավելություն ձեռք բերի։ Ավելի մեծ հիմարություն անհնար է մտածել, որովհետև բոլոր մարդիկ հավասար են։ Այդ հավասարությունը չի վերաբերում կոմունիստների հավասարությունը, Սավոնարոլայի հավասարությանը, որ բոլորս ամեն ինչ պետք է ունենանք հավասար, այդպես չի լինում։ Բոլոր մարդիկ հավասար են միայն մի պատճառով, բոլոր մարդիկ եզակի են, ոչ մի մարդ մեկը մյուսին չի կրկնում, այդ մարդու իմացաբանական սիստեմը ձեռք բերած գիտելիքների պաշարը միայն այդ մարդուն է հատուկ, այդ տեսակետից ինչ մարդ է լինի, նա հարգանքի արժանի է, այս տեսակետից են մարդիկ հավասար, իսկ նյութական առումով հավասարության հասնել մարդկանց միջև սկզբունքորեն հնարավոր չի, ինչ պատճառով հնարավոր չի, հավասարություն հնարավոր են մարդկանց միջև, ովքեր մտածում են միատեսակ, վարվում են առարկաների, իրերի, երևույթների հետ միատեսակ։ Քանի որ մարդիկ բոլորը մեկը մյուսից տարբեր են, ինչպես կարող են նրանք միատեսակ վարվել, ամենքը կվարվի այնպես, ինչպես ինքը գիտի։ Եվ քանի որ հոգեկան բնագավառում հավասարության հասնել ոչ մի կերպ հնարավոր չի, ինչպես կարող ես նյութական բնագավառում հավասարության հասցնել մարդկանց։ Դա իսկապես անհնար է։ Մարդկությունն ունի այդպիսի փորձ։ Հավասարություն ստեղծելու փորձ բոլորովին վերջին ժամանակների շատ քչերը գիտեն, որ 47 թվականին Ֆեդերատիվ Գերմանիան երբ որ կազմակերպվում էր 1947 Էրխարտ անունով մարդ էր ֆինանսների նախարարը, որը որոշեց այսպես, որպեսզի գերմանացիներից ոչ մեկը աղմուկ-աղաղակ չբարձրացնի, որ իրեն անտեսել են, նա հայտարարեց, օրինակի համար եմ ասում, ես հիմա կոնկրետ շաբաթներով քանակով չեմ, վաղը չեմ մյուս օրը, բոլոր գերմանացիները մտնում են բանկ եւ բոլորը ստանում են, հիմա թիվը ես չեմ հիշում, բայց ասենք 5 ոսկի։ Ցանկացած գերմանացի կարող է մտնել իր թաղապետարանը, մտնել իր ռայկոմը, չգիտեմ էլի ինչ որ տեղը,
Եվ եթե ունի ինչ-որ գաղափար, որը ուզում է ռեալիզացնել փոխաշխատելու առումով, պետությունը նրան ընդառաջում է առանց որևէ ծախսի։ Թող ձեզ չզարմացնի, բայց ֆոնդ կռուպը, որը եկա գործարանների տեր էր, նույնպես ստացավ 5 ոսկի։ Դա կապ չուներ, նա ով է եղել։ Ամեն բան ջնջել ենք, սկսում ենք 0-ից։ 2 ամիս հետո հարբեցող գերմանացիները խմեցին իրանց 5 ոսկիները, լիրբ գերմանացիները ծախսեցին իրանց 5 ոսկիները, մտածող գերմանացիները, եթե իրենց փողը չհերիքեց իրանց նման մտածողներին, կթան միավորեցին գումարը, ստեղծեցին արհեստանոցներ։ Հասկանում եք, այստեղ ոչինչ չես անի։ Մարդը միշտ վարվում է այնպես, ինչպես ինքը մտածում է։ Ինքը մտածում է այնպես, ինչպեսի գիտելիք ինքը ունի։ Իսկ գիտելիքը մեզ բոլորիս հասարակության կողմից պարտադրվում է։ Պարտադրվում է պատճառով մենք պիտի լինենք հլու հնազանդ ոչխարներ։ Մենք չպետք է մտածենք, մենք պետք է գնանք մեկս մյուսից ետևից։ Միայն ամենաառաջինը գիտի, թե մենք բոլորս ուր ենք գնում։ Վստահեցնու այդ ամենաառաջինը ոչինչ չգիտի, կամ նույնքան գիտի, ինչքան ամենավերջինը։ Ինչպես են հայերը լուծել այդ խնդիրը դարեր առաջ։ Ցանկացած ոչխարի հոտի առջևից գնացել է մի հատ այծ, որի վզից նաև զանգակ է կախված եղել։ Որովհետև ոչխարը նրանով է ոչխար, որ գլուխը չի բարձրացնի դեմը նայի, նա կգնա ձայնի ուղղությամբ։ Եվ այսպես, Այցին չես կարող փոս գցել։ Իսկ գիտելիքները փաստորեն պարտադրել պետք չէ, գիտելիքներ ձեռք բերելը։ Այստեղից ինչ հետևություն մենք կարող ենք անել։ Ես ինչպես ասեմ, Ժակ, գիտելիքները Թե դա պետք է այնպես լինի, ինչպես բնականոն ընթացքը։ Ես ծնվեցի, մեծացա, այն շրջապատի մեջ որտեղ որ ձևավորվեցի, ինքնուրույն այսպես կձևավորվեն իմ գիտելիքները, այլ ոչ թե պարտադիր ինչ-որ ծրագիր պետք է լինի։ Բերեք, մենք չենք ուզում մտածել հարցեր, որոնք մեր դիմաց դրված են ուղղակի, մտնում են մեր աչքի մեջ, մենք կյանքի հանապազորյա հացի խնդիրի բարդույթները թույլ չեն տալիս, որ մարդը այդ մասին կարողանա նստել եւ մտածել, որտեղ նա լուծել է երեխայի հոգսը, լուծել է ինչ-որ կնոջ հոգսը, լույսը վաճառել է, սարել է, արել, արդեն կարող է մտածել, չի լինում այդպեսի բան։ Հարկը պահ ամեն մեկը պետք է ինքը ստեղծի։ Ճշմարտությունը կամ գիտելիքը անշարժ կանգնած համակարգ է, դա շիշ է, որի մեջ ամբողջ ճշմարտությունը լցված է, մնում է հասնել շշին, խմել այդ շիշը եւ իմանալ ամբողջ ճշմարտությունը։ Թե ճշմարտությունը եւ գիտելիքը ինքը զարգացման process-ում գտնվող իմացաբանական համակարգ է։ Ուրեմն, եթե առաջին տարբերակն ենք ընդունում, դա ինչ որ շիշ է, որը լցված է, այս ինչ տարիքում կհասնենք այդ շշին, կխմենք, կիմանանք ամեն ինչը եւ մենք արդեն հանճարեղ ենք, տաղանդավոր ենք, չգիտեմ ինչ ենք։ Ապա դա մի բան է։ Իսկ եթե ճշմարտությունն ինքը զարգացման process-ում գտնվող իմացաբանական համակարգ է, դա նշանակում է մենք ճշմարտությունը գիտենք միայն միշտ ցանկացած տվյալ պահին։ Մենք չենք կարող գիտենալ վաղվա ճշմարտությունը, որովհետև վաղը կգա վաղը, իր հետ կբերի իր ճշմարտությունը։ Եթե մենք ապրենք վաղը, վաղվա ճշմարտությունը կարող ենք հետազոտել վաղը։ Իհարկե։ Կարելի է փորձել այսօր եւ ապուշանալ։ Որտեւ այսօրվա ֆունդամենտը, այսօրվա հիմքը, որի վրա մենք պիտի այդ ճշմարտությունը հետազոտենք, վաղ արդեն հիմք չի կարող ծառայել։ Այդ դեպքում կարող ենք ընդհանրապես չհետազոտել, որովհետև վաղվանն էլ է անիմաստ, վաղը չէ մյուս օրը նորից փոխվելու է, ուրիշ ճշմարտություն է։ Ապրենք այսօրը մի քիչ հավանաբար սխալ կընկալվի շատ հեռուստադիտողների կողմից, ես ուզում եմ որ չշտապեն եզրակացություն անել։ Այո, ապրենք այսօր։ Մտածենք վաղվա մասին, բայց այսօր չապրենք վաղը։ Ես չգիտեմ կարողացա հասկացնել դա։ Այսօր չապրենք վաղը։ Այսօր չապրենք վաղը։ Վաղվա հոգսը այսօր չապրենք։ Այսօր գուցե մտածենք այդ հոգսի մասին, բայց այսօր ապրենք այսօր։ Այդ ձեր ասածների մեջ այդ տարբերությունը զգալն է շատ դժվար, այսպես ինչպես մտածենք վաղվա մասին, բայց այսօր չապրենք վաղվա օրով։ Այսինքն այդ տարբերությունը սահմանը պետք է մարդիկ գտնեն իրենց համար։ Շատ սպասեցի մոտավորապես 10 րոպե, բայց ես այդպես էլ չստացա իմ հարցի պատասխանը։ Նա իր հարցի պատասխանը չստացա։ Հիմա կտամ քո հարցի Ես եւս 10 րոպե պատասխանը։ Ժակի խնդիրը։ Ոչ թե իմ խնդիրը Թումանյանը ունի մի շքեղ գործ, Կիկոսի մահը։ Այո։ Որ կարդում եք, ինչի եք զվարճանում։ Ձեզ ծիծաղ չի պատճառում, որ չամուսնացած աղջիկը ի վերջո թաղեց իր չծնված տղային եւ մի հսկայական էլ, այսպես ասած, ինչ են ասում, քելը խարեց։ Մտքի զարգացումն է, այսպես մտածածին երևույթներ։ Մենք բոլորս Կիկոսի մահն ենք։
Դե չի ասի, որ բոլորս։ Բոլորս այս կամ այն չափով, մեկը շատ, մեկը քիչ, մեկը երևացող, մեկը այնքան քիչ, որ չի, բայց ես որ ասի բոլորս գիշենք, ես հենց այնպես չասեցի։ Իդեպ գիժ բնավել չի նշանակում, որ մենք անպայման խելագարանոց ընկնելու բան ենք։ Ինչ է նշանակում շիզոֆրենիան, դա հիվանդության ձև է։ Բայց որովհետև բոլորս ենք հիվանդ, բժշկությունը շիզոֆրենիան չի համարում հիվանդություն։ Որտեղ այդ դեպքում բոլորին պետքա բուժել, ո՞նց բուժես։ Պարզ է։ Ինչքան էլ ծիծաղելի լինի, բայց դա իսկապես այդպես է։ Հասկանում եք, եթե մարդը ազնիվ գտնվի ինքը իր նկատմամբ, Այո։ ինքը իրեն չխափի իր իմացաբանական համակարգերում, նա որևէ հարցում երբեք սխալ չի կողմնորոշվի։ Ինչու է սխալվում, որտեղ խափում է ինքն իրեն։ Դա էլ պատճառ կարող է լինել։ Հարկավոր է չխափել։ Սուտ մի ասեք, ժողովուրդ ինչ կա։ Եկանք հանգեցինք դրան։ Շատ բաներ սկսվում են թվում է թե ամենահասարակ սուտ ասելուց, բայց ազնվորեն եմ ասում, թող ցանկացածը վերլուծի։ Ես այսօր ասել եմ մի սուտ քեզ։ Վաղը պետքա մի ուրիշ սուտ ասեմ, որ այսօրվա սուտս չբռնվի։ Վաղը չեմ մյուս օրը մի ուրիշ սուտ պետք է ասեմ, որ երեկվա ու այն մի օրվա սուտը չբռնվի։ Վստահեցնում եմ 7-րդ օրը ես արդեն չեմ հիշի թե ինչ 6 սուտեր եմ ասել իրար հետևից։ Ինչ որ մի բան պետք է ասեմ եւ ճշմարտությունը քեզ համար կբացահայտվի։ Չէ որ ես սուտ եմ ասում, ես չեմ կարող հիշել։ Իսկ դու դա ընդունում ես որպես ճշմարտություն։ Դու էլ չես կարող մոռանալ։ Իրոք ընդունելի է, այդ տարբերակը մենք մտածել ենք, բայց դեռ շարունակում ենք մտածել նաև Լուսինեի հարցի մասին, Լուսինեն դեմքը պատկերացնում է, ուզում է լսել, նա տեսել է թռչող ափսեթ, թե ոչ, արդյոք դրա իրականությունը թե Ստի մասին էի մտածում, մասին, ստի ոտքը կարճ է, ժողովրդական ասած կարճ չէ, երկար է ոտքը։ Շատ երկար է։ Դուք ընդդեմ եք գնում ժողովրդական ասացվածքին, այո։ Իհարկե դեմ։ Սուտը միշտ էլ եթե խելքդ բավականացնի կարելի է կազմակերպել լնեց, որ 100 տարիներով ման եւ ոչ ոք չգտնի թե ինչ է դա, ինչպես է ու ոնց է։ Հերո չեմ գնում։ Ինչ է կարծում, ով է սպանել Քենեդիին։ Ով է սպանել Քենեդիին։ Սպանողն է սպանել Քենեդիին, ես գիտեմ։ Դուք գիտեք որ սպանողն է սպանել։ Այո։ Եվ դուք պատրաստ եք հայտարարել դրա մասին ու արդեն հայտարարում եք։ Իհարկե կհայտարարեմ, բա ինչ անեմ, միթե ծիծաղելի չի։ Ամբողջ Ամերիկայում փողատերերը բոլորն էլ գիտեն ով է սպանել Քենեդիին, ոչ մեկ այդ մասին չի խոսում։ Ինչպես կարող են չիմանալ, Քենեդին իրանց միջավայրի մարդն է։ Ինչ բնավ հետաքրքիր չի։ Իհարկե հայավարի կարելի ասել են, մենք ու մեր սարերը ոնց է դեն, խեղճ Քենեդունը չի տվին սպանին։ Հայ բախտ ուներ, էս ուներ, այդ բան չունեմ ասելու, փիլիսոփայությունը դնեք մի կողմ։ Կամ այս ինչ կարգի սպանությունը, դարի հանցագործությունը, այսպես էլ մնաց չբացահայտված, ապոշություններ են այդ բոլորը։ Ինչ որ մարդկանց խմբի պետք է որ դա մնա չբացահայտված, որտեվ իրանք խառն են։ Այսինքն այդ տարբերակն է սուտը այնպես ընդհակցրել։ Բացի թաքցնելուց ես ենթադրում եմ որ կարելի է ուղղակի որոշակի հանցանք գործել, այնպես լավ կազմակերպել, որ ուրիշ մարդիկ էլ դրա մասին տեղյակ չլինեն։ Դուք արդեն հանցանքի պրոպագանդա եք անում։ Չէ, եսի նկատի ունեմ, բայց շարունակությունը ես ասեմ, միևնույնն է խիղճը մարդում կտանջի, նույնիսկ այդ դեպքում, եթե ոչ ոք չիմանա, ստի ոտը միևնույնն է ժողովրդի ասածով կարճը, ես հավատում եմ դրան եւ բարի հաղթանակին եմ, բարու հաղթանակին եմ հավատում, հասկանում ես Լուսինե։ Ես քեզ հետ համամիտ եմ։ Դուք Այո, ֆիքսված մտածողությունը ունեք։ այո, ֆիքսել եմ արդեն։ Շատ լավ։ Դուք կարծում եք բարի լինելը չափազանց լավ բան է։ Բացարձակ։ Կարելի է տուժվել դրանից, բայց թռչող ափսեներին վերադառնանք հետո։ Սպասի, բարին տուժվելու մասին իրավունք չունի մտածին, ուղղակի պետք է բարի լինի։ Չեմ կարող այդպես ասել։ Ես չեմ ուզում մտնել դրա մեջ շատ տխուր բաներ տարբեր բաներ են եկած։ Դժվար կլինի ասենք լիքը մարդկանց, որոնք հավանաբար ձեզ նայում են, կարողանամ հասկացնել, թե ինչ եմ ուզում ասեմ ես։ Եթե մենք ապրում ենք երկբևեռ համակարգում, մի բևեռը չարն է, մի բևեռը բարին։ Այո։ Ապա ձեզ չի թվում, որ նրանք գոյություն են ընդամենը, որպեսզի այն մյուսը գոյություն ունենա։ Իսկ նրանցից մեկը եթե վերանա, այն մյուսը ուղղակի կդադարի գործ ունենալ։ Ինչի հաշվին պիտի ապրի, ինչի հետ պիտի համեմատվի, ինչպես պիտի գոյատևի։ Հետևաբար, բարին ու չարն իրարից այնքան էլ հեռու բան չեն, ինչքան ձեզ թվում է։ Քանի որ մեկը առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող, ապա այդ բարու մեջ ինչ մի առանձնապես բարի բան կա, եւ այն չարի մեջ ինչ մի առանձնապես չար բան կա։ Միգուցե դրանք մեր գիտակցության մեջ են իրարից առանձին։ Համակարգից գլուխ հանելու համար մտածեք, դուք էլ մտածեք։ Սկսում ենք։
Սկսում ենք մտածել ու փորձել։ Դառնամ թրջողացին։ Չէ, իրականում ես այնքան շատ եմ մտածել այդ ամենի մասին, որ ուղիղս արդեն որոշել է մերժում է ինձ։ Այո, մերժում է ինձ, ասում է հանգիստ թող ինձ, ես արդեն հոգնել եմ այդ մասին։ Մտածելուց, ինչ-որ դիսկուսիաներից, քննարկումներից, ավելի կոնկրետ խնդրում եմ թրջողացիներին վերադառնալ։ Չկա դիսկուսիա, հասկանում եք։ Լիքը մարդկանց չափազանց անհրաժեշտ է, որպեսզի մենք չմտածենք, որպեսզի մենք չփորձենք գլուխ հանել։ Ինչ եք կարծում, ներկա պահին Հայաստանում գործող կրթական համակարգը, որը ամերիկյան ոճով դեբիլներ է պատրաստում, որտեղ նրանք տգետ են, անճարակ են, գրել չգիտեն, կարդալ նույնպես։ Ինտերնետը փոխարինում է ամեն ինչին, ես բան չունեմ ասելու, տեխնիկական նորամուծությունները բնավ էլ ոչ վատ են, ոչ էլ լավ են։ Ցանկացած բան չափի մեջ, մենք այդ արդեն գիտենք։ Բայց եթե երեխային սկզբունքորեն հայոց լեզու չեն սովորեցնում, եթե այսօր ժամանակ ունենանք, ես հայոց լեզվի մի քանի բառերի մեկնություն կասեմ, մի տեսեք թե այդ ինչ գանձ ունենք մենք։ Չէ՞ որ դա նպատակ ունի։ Ձեզ չի թվում, որ դուք հայերենով մարդավարի խոսող վերջին հայերն եք։ Վերջին մոհիկանն եք, չէ՞ դա գիտենք։ Միթե տխուր չի դա։ Եվ եթե մենք այսօր դրա մասին չենք մտածում, վաղը ինչ է լինելու։ Հեռախոսազանգ ունենք, պատասխանենք, տեսնենք ով է մեզ միացել։ Եվ շատ կիրթ, Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի լույս։ Լսում ենք ձեզ, ով եք դուք։ Ողջունում ձեզ հաղորդումը եւ ձեր հյուրին, եւ միանգամից մի հարց ունեմ, yani ինչպես է նա տեսնում օկուլտ գիտելիքների մատուցումը լայն հասարակությանը եւ ինչ միջոցներ կարող ենք մենք ձեռնարկենք, որպեսզի մտածողությունը ավելի ընդլայնվի։ Հատկապես խոսքս ռադիոյի եւ հեռուստատեսության մասին է։ Շնորհակալություն հարցումը, օպուս գիտելիքներ։ Օկուլտ։ Լավ կլիներ, որ խոսողը ներկայանար անուն ազգանուն կարող է ոչ թե կարող է հավանաբար ճանաչում եմ անպայման։ Ակուլտիվնի։ Ես օկուլտ բառը հայոց լեզվի մեջ գործածության չեմ դնում, ես օգտագործում եմ սրբազնագիտություն բառը։ Օկուլտիզմ։ Ինչու համար սրբազնագիտություն, որտեղ գիտության այդ բնագավառին ծանոթ մարդը չի կարող դառնալ կամ չի կարող լինել վատ մարդ առօրեական հասկացողությամբ։ Նա չի կարող որևէ մեկին վնաս պատճառել։ Գիտելիքը ինքը թույլ չի տա այդ մարդուն, որպեսզի նա որևէ մեկին վնաս պատճառի։ Զորօրինակ, եթե ես գիտեմ, որ բոլոր մարդիկ միմյանց հավասար են, իմացաբանական իրենց հատուկ համակարգից ելնելով, ես ինչպես կարող եմ արհամարել այն հավաքարարին, որը ավլում է փողոցը։ Ես դեռ երկար պետք է մտածեմ, նա ավելի շատ գիտի, թե ես։ Նա եկել է իր կյանքի որ մի դասը սովորելու, ես որ մեկը։ Միգուցե այդ մարդը իր վերջի կյանքն է եկել ապրի, եւ որպեսի լիքը բաներում շատ խոր մտածելու հիմքեր ունենա, ստիպված իրան ստիպելա, որ հավաքարար աշխատի։ Իսկ ինչ որ մի բարոյան Ռաֆիկ, որ մի քանի գիրք է կարդացել կամ մի քանի ջիփեր ունի, չգիտեմ։ Հələ մի դրան նայեք։ Ունեք ճիշտ ասած մի քանի ջիպ։ Ես ունեմ Զապարոժեց։ Որը արժե մի քանի ջիպ։ Ես չգիտեմ ինչ արժի, բայց լավ, հարցին պատասխանենք, դա դառնանք թրջողացեին, չէ, ռոպագանդել պետք է, դա կամ ներկայացնել պետք է հանրությանը։ Անպայման, բայց ես շատ եմ ուզում, որ նրանք ովքեր լսում են, իրենց հաշիվ տան այս կարգի մի բան։ Հիմա հայտնվել են բարձրակարգ շատ հոգիներ երկրի շրջակայքում երկրագնդի։ Եվ գիտելիքներ են թելադրում, որոնք սովորաբար թելադրվում են անգլիախոս, անգլիագիր հեղինակների։ Դրանց մեծ մասը ամերիկացիներ ու ավստրալիացիներ են, եւ անկեղծ ասած ես գիտելիքների այդ մակարդակի եւ ներկայացման այդ ձևի դեմ բավական լուրջ հակառակություն ունեմ։ Օրինակ կարող եք բերել։ Ինչին է վերաբերում հակառակությունը։ Որտեղ էիք դուք մինչև այժմ 5000 տարի, երբ որ մարդկությունը վիզը ջարդելով եւ ողնաշարը փշրելով արարչի մասին գիտելիք էր ձեռք բերում եւ իմացաբանական են համակարգերի հետ ծանոթանում, որի նպատակով երկիր էր եկել։ Հիմա երբ որ մենք ինչ որ բանի ոնց որ թե հասել ենք, ինչի եք եկել եւ անպայման ուզում եք խառնված լնեք իմացաբանական այդ համակարգին։ Այնպիսի գիտելիքներ են թելադրում, որ գժվել կարելի է ճշմարտության բարձր մակարդակի տեսակետից։ Բայց հարց. ինչու հենց հիմա։ Եվ վերջապես, գուցե նախորդ տարբերակը այդքան էլ չաշխատեց, ինչքան որ ի սկզբանե նպատակ էր դրված։ Ժամանակին, երբ որ ես հետազոտում էի BBC-ի, այսպես ասած, ազատություն բան ռադիոկայանների հետ կապված, ես մտածում եմ, ձեր ցավու դարդը կտրելա, որ դուք ձեր Անգլիայից կամ ձեր Գերմանիայից պետքա ինձ հայից ինչ որ գիտելիքներ տակ են երկրի մասին, լուրեր ու տեղեկություններ տակ են երկրի մասին, որտեղ ես ապրում եմ։
Ես ստուգել եմ մի քանի անգամ։ BBC-ն հայտարարում է, ասենք 10 լրատվական տեղեկություն Հայաստանին վերաբերող։ 7 տեղեկությունը հստակ համապատասխանում են ռեալությանը։ 3 տեղեկությունը այնպիսի ստեր են, որ գժվել կարելի է, ըստ որում իրանց մակարդակով գերազանցում են այդ 7 ճշմարտությունների ունեցած մակարդակը։ Այսինքն 7 ճշմարտությունները 3 ստերը ինձ կերցնում են։ 3 սուտ այսօր, 3 սուտ վաղը, 3 սուտ 3-4 տարվա ընթացքում ես դառնում եմ իմ սեփական երկրի թշնամին եւ հակառակորդը։ Դա այնքան հեշտ է տեսնել։ Միթե BBC-ական որևէ մեկին ձեռնատու կլինի, որ ինչ-որ մի բարոյան Ռաֆիկ նստել է եւ ասենք իր ժողովրդի համար փորձում է սրբազնագիտական իմացաբանական համակարգերը վերլուծի շարադրի, թեկուզ ինքնուրույն հետազոտական համակարգերով, թեկուզ ինչ-որ հեղինակի, որը կարդալուց հետո համոզվում է, որ այս մարդը ազնվորեն իմացություն տալու նպատակ ունի եւ ոչ թե յետին նպատակ այդ իմացության մեջով ի մեջ անցկացնելու, գոնե այդպիսի գիրքը թարգմանվի։ Իսկ այսօր ինչ ասես արվում է։ Երկրորդ հարց տվեց, բացի այն, որ պետք է դա։ Չէ, ոչ ռադիոյի եւ հեռուստատեսության։ Դա ասվեց, արժե թե չարժե, մենք Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ չարժե։ Ես կարծում եմ, որ արժե։ Արժե չափազանց զգուշ։ Արժե առանց ընդհանուր ինչքան շատ բան պետք է գիտենաս դու, որպեսզի շատ աստիճանաբար մարդուն մոտեցնես իմացության այդ համակարգին։ Ես ձեզ մի քիչ առաջ ասեցի, դուք կարծում եք շատ բարին չափազանց լավ բան է, շատ չարը չափազանց վատ բան է։ Նրանք երկբևեռության համակարգի արժեքներ են։ Ցանկացած հոգևոր համակարգում, այսպես ասած, մահվանից հետո ուր որ մենք գնում ենք, այնտեղ չկան այդ կարգի հասկացողություններ, չեն կարող լինել։ Ես ինչպես ասեմ, որ դա լավ, ձեզ դուք գեղեցիկ աղջիկ եք, դուք դուրս եք գալիս։ Նույն չարը մյուսի համար կարող է բարի լինել։ Ոչ թե կարող է, ոչ թե կարող է։ Բարին կարող է մյուսի համար ամեն ինչ որ մի բանի հաշվին ես դու։ Մարդկային արժեքներից է կախված, համակարգից, որը գնահատում ընկալում եք։ Համաձայն եմ։ Դուք ինքներդ հասակ մի գաղափարի, որը ես ձեզ չեմ ասել։ Այո։ Մենք ընդամենը զրուցում էինք ինչ որ շատ վերացական, ինչ որ խնդիրների շուրջը, բայց դուք արեցիք կոնկրետ եզրակացություն, չէ որ դուք ձեռք բերեցիք գիտելիք։ Դե հիմա արդեն որևէ մեկը թող փորձի իմացության այդ համակարգում ձեզ խաբել։ Չի կարողանա։ Դուք արդեն գիտեք։ Հետևություն այս ամենից զրուցենք միշտ, որպեսզի ձեռք բերեն գիտելիքներ։ Ոչ, հետևություն այս ամենից։ Նույնիսկ ամենադաժան ճշմարտությունից մի վախեցեք, ինչ կլինի։ Ճշմարտությունը ոչ ոք չի սիրում։ Չի սիրում, որովհետև այնտեղ հստակ տեսնում է իրան։ Ինչ կլինի, դուք ճշմարտության մեջ նույնքան գեղեցիկ եք, որքան ստի մեջ եք գեղեցիկ։ Ըստ որում սուտը անցնելու է, ճշմարտությունը մնալու է։ Էլի խառնվածքով կարծում եմ ձեզ դուր կգա Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մասին է խոսքը գրում, ճշմարտությունը, այ շատ տեղին հիշեցի, պետք է կարդամ 1 րոպե։ Սպասեք, որ սա կամփոփի այս մեր հատվածը։ Բերլուսկոնին ելույթ է ունեցել կուսակցության երիտասարդական թևի առաջ ու ասել է, դու բավականին տարեց անձնավորությունը 73-ամյա։ Ասել է, որ իմ հետևից հերթ են կանգնել կանայք։ Հերթ են կանգնել ինչու, որովհետև երազում են ամուսնանալ ինձ հետ։ Ես կարծում եմ, որ գիտեմ ինչու, առաջին հերթին ես զվարճալի եմ, այնպես չէ։ Երկրորդ ես հարուստ եմ, դա նույնպես գաղտնիք չէ։ Երրորդ խոսակցություններ կան, որ ես լավն եմ անկողնում, եւ չորրորդ այն կանայք մոտարպես նույն բանն են կարծում։ Նա ծեր է, շուտով կմեռնի եւ ես այդժամ ամեն ինչ կժառանգեմ։ Այսպես հումորով, ճշմարտությունը ամբողջությամբ գիտակցելով Բերլուսկոնին թեթև ապրում է իր կյանքը։ Տեղին էր մեջ բերումը որոշակի առումով։ Տեսնում եք, մարդ գիտակցում է ինչպես են իրեն վերաբերվում շուրջ բոլորը։ Չի խափում իրեն այնպես, որ իրեն սիրում են, սիրահարված են։ Ինչ որտեղ իհարկե կատակի է վերածում։ Ես բան չունեմ ասելու, բայց ներկա պահին երկրագնդի մարդկության ընդհանուր ցավը, ասեմ, ընդհանուր տառապանքն է, որ մենք ապրում ենք իշխանության հեղինակության ներքո կամ ցանկացած որևէ համակարգում որևէ հեղինակության ներքո հասկանում եք չպետք է լինի իշխանության հեղինակության իշխանության ներքո չպետք է լինի հեղինակության իշխանություն դա որ իրան լիովին սպառել է այսօր նույնիսկ դպրոցական երեխան է տեսնում այ եթե լինի իշխանության հեղինակություն մտածեք ինչ եմ ասում Իշխանության հեղինակության դեպքում այդ իշխանության հեղինակությանը ենթակա կլինեն բոլորը։ Այդ դեպքում արդեն լիքը խնդիրներ իրենք կլուծվեն։
որոնք ներքին հոգեկան խնդիրներ են եւ ցանկացած մարդու տառապանք են պատճառում միայն այսպես հարցով ինչու նա կարող է երբ ուզում է ինչ ուզում է իսկ ես երբ որ անհրաժեշտությունից մեռնում եմ այդ ժամանակ էլ չեմ կարող ձեզ թվում է թե սա հասարակ բան է բայց խնդրում եմ ձեզ հաշիվ տակ որ հոգեկան հիվանդությունների ստվար մեծամասնության հիմքը հիմա ես ձեզ ներկայացրի Մարդը հոգեբուժարան է եկել, այ հիմքը սա է։ Ինչու նա ունի այն, ինչի ես չունեմ, սա, ոչ միայն ես չունեմ, չեմ կարող։ Դուք հասկանում եք, եթե հայը չլիներ այնպիսի վիճակում, որ իր հանուն իր երեխաների եւ իր կյանքը կտա եւ ունեցվածքը եւ ամեն ինչը, ապա մեզ համար շատ ավելի հեշտ կլներ։ Բայց խնդիրը նա է, որ հայը սովորաբար մտածողությամբ, գիտակցությամբ այնպիսին է, որ նա իր կյանքը կազմակերպում է իր երեխաների համար։ Եթե նա տեսնում է, որ իր երեխաների համար իր ուզած չափով կամ գոնե անհրաժեշտ չափով որևէ բան չի կարողանում անել, նա պատրաստ է տապալել եւ իշխանությունը, եւ մարդ սպանել, եւ գնդակահարել, եւ կաշին քերթել։ Միթե դժվար է, որ պետությունը մտածի անել այնպես, որ նվազագույն հնարավորությունը ցանկացած հայ տղամարդ իր երեխայի համար կարողանա անել։ Դժվար չէ, փորձում են մարդիկ մտածել դեռևս։ Դժվար չէ, բայց անող չկա, որտեղ բարդույթը այսպեսին է։ Եթե հայը դա կարողացավ անել, հետո հայը իր պարտքը կատարած համարելով պետք է նստի եւ սկսի մտածել։ Եթե սկսի մտածել, նա գիտելիք ձեռք կբերի։ Եթե գիտելիք ձեռք բերի, նա կիմանա այն ամենը, ինչ որ գիտեմ ես։ Այդ դեպքում եթե խելքը չհերիքի, այդ մարդը պետք է դիմի հեղափոխության, որը կատարյալ ապուշություն է։ Հեղափոխությունը նույնպես։ Հեղափոխության, այո։ Դու կարող ես դիմի մարդասպանության, նույնպիսի ապուշություն։ Ուղղակի հեղափոխությունը մեծ քանակով մարդասպանություն է բերում, մարդասպանությունը քիչ քանակով մարդասպանությունը, բայց դրա մարդասպանությունը։ Вообще հեղելով փոխել հայոց լեզվում դա է։ Հեղել կարող ես ինչ ուզում ես, բայց քանի որ տվյալ դեպքում մարդու արյան մասին կարա խոսք լինի, ի՞նչ է նշանակում, թափել մարդու արյունը եւ փոխել ինչ որ բան։ Հեղափոխություն ունենք բառը հայոց լեզու։ Մեռնի մեծ լեզվին, ցանկացած գիտելիք բառի մեջ դրված է։ Եթե հայը իմանա հայոց լեզուն, նա այս գիտելիքի խնդիրն անգամ չունի։ Նույնիսկ այս գիտելիքը հայոց բառարմատներում գրի առնված կա։ Հասկանալ լեզուն չեն սովորում, չեն թողնում, չեն թողել։ Ինձ թվում է կունենաք հետևորդներ եւ նրանք անպայման կսովորեն։ Բայց եկեք Ես սպասեցի եւս 20 Եվս 20 րոպե նա սպասեց, ասեք, նա իրոք տեսել է թռչող ափսե, թե ոչ։ Հիմա ամենահետաքրքիրը ձեր հարցի մեջ իշն է։ Տեսել եք դուք, ուզում եք իմանամ ես։ Դուք ինչ եք կարծում, հիմա ես ինչպես վարվեմ։ Այս ասպարեզում նա ձեզ վստահում է փակած։ Նկարագրեք այն, ինչ տեսել եք, ես կփորձեմ հասկանալ։ Ես տեսել եմ ամեն երեկո, ես պատշգամբից տեսնում եմ, մի փոքրիկ այսպես շատ հեռվում լույսեր են, որոնք վառվում հանգչում են եւ այդ օբյեկտը կանգնած է նույն տեղում, ամեն երեկո նույն տեղում, 15-20 րոպե ես հետևում, հետո սկսում է ուղղահայաց իջնել։ Ուղղահայաց ու շենքերի հետևում կորում է, ես այլևս չեմ տեսնում ուր իջավ, ուր գնաց։ Նախ սկսեմ նրանից, որ այլևս չնայես այդ օբյեկտին, որ այդպես լույսերը հանգցնում վառում են։ Չի կարելի։ Որովհետև մարդը ոչ թե ֆիզիկական մարմինն, այլ գիտակցության որակ, գիտակցության մակարդակ։ Գիտակցությունը իրան կարա դրսևորի զանազան մտքերի տեսքով, որոնք ալիքային բնույթ ունեն։ Ալիքային բնույթ ունեցող միտքը, որ հասցեով ինչ ուղղությամբ որ ուղարկում ես, նա այդ ուղղությամբ անպայման գնում է։ Ըստ որում միտքը կանգնեցնող որևէ բարիեր, որևէ արգելք գոյություն չունի։ Դա նշանակում է, դու նայում ես այդ ովա, այդ ափսեականներին ես նայում, ափսեին ես նայում, ինչ ես մտածում։ Ինչ որ մտածում ես, դու ուղղակի հասցեն գրել ես։ Նրանք քեզ անմիջապես լսում են։ Նրանք քեզ անմիջապես տեսնում են։ Ինձ չի թվում, որ քո մտքերի մեջ, քանի որ մենք մարդ ենք, չի լինի նաև որոշակի զազրախոսություն, թե այլ լրփի սերունդներ։ Ես օրինակի համար եմ ասում, կարող է եւ այտենց չի։ Չէ, ընդ որում ես շատ վատ հոգեվիճակում եմ տեսել դրա համար։ Իսկ զազրախոսություններ ունեն։ Չէ, իրենց չէ, բայց որ չէ, կարող է այդպես լինել, էսի ներվերին մենակ դուք եք բակած, ասենք այ ապա։ Հազար ներողություն։ Ինչ կարող է դա լինել, նրանք թշնամաբար տրամադրվել են։ Չէ, նրանք որոշակի միսիա են կատարում։ Չէ, ընդհակառակը ես ասացի, վայ, ես եկել եք ինձ տանեք, ինչ լավ է, վերջապես եփ եք տանելու։ Ինչ որ տենց հիմար բաներ էի մտածում։
ես չեմ կարծում, որ քո արածը, քո ասածը կամ մտածածը հիմար է, որտեղ ես կարդացել եմ ռուսական դիեզերաշինարարներից, այդ դիեզերանավաշինարար կոնստրուկտորներից մեկի շատ կարճ ասեմ, գնացել են Ղրիմ հանգստանալու, իրանք ռակետներ են սարքում թռցնում են, երեք ընկեր են, դեռ ամուսնացած չեն, շուռ են գալի առավոտյան արթնանում են այդ վրանի տակից, ես տեսնում եմ, որ մոտակա բլրի վրա ափսեյա կանգնած, իր այդ ոտների վրա կանգնած, դե պարզ արդեն ինչ վիճակում, վազեցի անմիջապես, հեյ, հույ, քարը վերցրել եմ, դղ, որ բացեք գալիս եմ, 2 րոպե հետո ասում եմ, ես կանգնեցի ու սկսեցի մտածել, ասենք թե ես եմ, կառուցել եմ ինչ-որ բան, թռել եմ ինչ-որ մոլորակ, գալիս է այդ մոլորակի աբորիգենը, վերցնում աքարը, սկսում դղկացնել արտաքին պատին և սկսում գորգորալ ճվճվալ, ես ինչ պետք է մտածեմ այդ աբորիգենի գիտական կամ մշակութային մակարդակի մասին, ես ինչ ստորություն եմ անում ես, չէ որ ես մտածող մարդ եմ, Homo sapiens ապրես, ուրեմն, ինչքան էլ դա տարօրինակ կլինի, մենք մեզ անվանում ենք մտածող մարդ, բայց մենք դեռ մտածող մարդ չենք, մենք առաջ անող ենք, հետո մտածող մարդ ենք, եթե լինեինք առաջ մտածող, հետո անող, մենք կլինեինք մտածող մարդ։ Բայց այնպես չի, որ համատարած անում ենք, հետո ենք մտածում։ Դե հիմա քո ասածը էսպես է, ուրեմն բոլորը հավասար են իրար, բայց որոշները ավելի հավասար են, քան մյուսները։ Իմաստ, Ժակ ջան, մտածի։ Բայց վերջը ինչ եղավ, վերջը այդպես է տխրում ամոթահար հետ է դառնում գալիս։ Ու նրանք ոչինչ չարեն։ Մեջքով արդեն չի էլ շրջվում, բայց որոշում անգերներին արթնացնի իրանք էլ տեսնեն, մինչև ասում եկա տևեց 5 րոպե։ Ես արթնացրի, որ դուրս եկեք, ընդ ափսեյա կանգնած դուրս եկանք, ասում եմ, ես էլ շրջվեցի, ափսեն արդեն չկար եւ իմ ընկերները համարեցին, որ ես ուղղակի իրանց Ովքեր ցույց տու նրանց։ Ես երբեք Ես քո ընդհանուր բարդկացությունն էի հումորով ընդունում, որպեսզի շատ ծանր չլինի։ Ժամանակը, որ մի քիչ բանով գնա, ես կուզեի շատ կարճ ներկայացնել մարդու կյանքի 7 փուլերը, հիմա արդեն սրբազնագիտական եղանակով, ես չգիտեմ ինչքանով հասկանալի կլինի կամ ինչքանով ընդունելի կլինի, բայց սրբազնագիտական գիտելիքը մի շատ տխուր կողմ ունի, նրա շուրջը վիճաբանել, նրա շուրջը քննարկում կազմակերպել կամ ովքեր են համաձայն հիմարությունը, դա գիտելիքի այն մակարդակն է, որը կամ ընդունում եք կամ մերժում եք, դուք երկու դեպքում էլ շահում եք, որտեղ ընդունելու դեպքում դուք այդ գիտելիքը կիրառում եք եւ շահում եք, չընդունելու դեպքում դուք մնում եք սովորական մարդ, չէ, դուք մնում եք սովորական մարդ, ձեր կյանքը կազմակերպում եք սովորական մարդ եւ միևնույնն այլի շահում եք։ Ես չգիտեմ կարողացա հասկանալ, այսինքն գիտելիքն ձեզ չի խանգարում, որպեսզի դուք ձեզ սովորական մարդ ապրեք։ Եկեք այդ փուլերը ներկայացնենք, որտեղ ժամանակը հազիվ։ Նախ սկսենք սրանից, որ բարդույթը մարդու կյանքի ներկապահին երկրագնդի վրա։ Վերջին 1000 տարիների ընթացքում, մարդկության պատմության 1000 տարիների ընթացքում, դե կարծիքներ կան ավելի շուտ, ավելի ուշ, ընդունենք այդ 1000 տարին միջին հաշվով, մարդկությունը միաժամանակ սկսեց հետազոտել իմացաբանական հոգևոր զարգացման 3 ռասաների գիտելիքների մակարդակ միաժամանակ եւ միանգամից 5-րդ, 6-րդ եւ 7-րդ ռասաների։ Ուրեմն, երբ որ խոսվում է այս տեսակետի մեջ ռասաներ, սրբազնագիտությունը նկատի չունի սևամորթ ռասա, սպիտակամորթ ռասա, մարդկության տվյալ հավաքական մակարդակը համարվում է հոգևորի բնագավառում մեկ ռասա, որը կարող է ունենալ ենթառասաներ, ասենք ամերիկյան ենթառասա, հայկական ենթառասա, բայց դա ասենք 5-րդ ռասայի հայկական ենթառասան, որտեղ դա առանձին ազգ ժողովուրդ է, որը գիտական, մշակութային, իմացաբանական իր համակարգերն է ստեղծել։ Ու եթե կա ժողովուրդ, որը չի ստեղծել, նա ենթառասա չի համարվում։ Համարվում է, որ այդ բոլոր ենթառասաների իմացաբանական համակարգերը գումարած դառնում են տվյալ ռասայի ընդհանուր իմացաբանական սիստեմ եւ համակարգ։ Հիմա 5-րդ, 6-րդ, 7-րդ ռասաների գիտակցությունը մեկը մյուսից որակական մեծ տարբերություն ունի։ 5-րդ ռասան, որը ներկապահին մենք պիտի որ լինեինք մենք, որ ներկապահին ապրում ենք երկրագնդի վրա որպես երկրագնդի մարդկություն։ 5-րդ ռասայի առջև դրված խնդիրը խելքի զարգացումն է։ Խելք հայերեն եմ ասում, բանականության
բանականության զարգացումն է, ըստ որում ճառագայթը վիբրացիոն այն սիստեմը, որ 5-րդ դրասայի մարդուն պիտի ստիպի վեր կենալ եւ ակտիվանալ հետազոտել այդ խնդիրը, ճառագայթը կոչվում է բանականություն ձև։ Ինչի համար բանականություն ձև, որտեղ այն ինչը որ մենք հետազոտում ենք, մենք նրան անմիջապես ձև ենք տալիս։ Տված ձևը մենք դասակարգում ենք, սրա տեղ այստեղ է, նրա տեղն այնտեղ է, նրա տեղն այնտեղ է, նպատակը, որպեսզի նա մեր ենթագիտակցության մեջ շատ քիչ էներգածախսով պահպանվի եւ նման երևույթի հետ, եթե նորից ենք հանդիպում, առանց նորից հետազոտելու, միանգամից այդ գիտելիքը մեյդան գա եւ մեզ ծառայի անհրաժեշտ պահի։ Դա ինձ թվում է հասկանալի ասեցի։ 6-րդ դրասան խելքի հոգեկանացում, սրտի բացահայտում, 6-րդ դրասայի հիմնական խնդիրը։ Այսինքն, խելքը բանականությունը դա տրամաբանական բանականությունն է։ Իսկ հոգեկան բանականությունը որն է հոգեկան բանականությունը, ինչպես է տարբերվում, ասենք, մյուս տեսակից։ Երբ որ առաջ զգացողությունն է, հետո միտքը։ Կանայք զգացողական սիստեմում տղամարդուց միշտ առաջ են։ Դրա համար, երբ որ 5-րդ դրասայից անցում կատարվի 6-րդ դրասայի, կնոջ դերը պետք է գա առաջին պլան։ Հիմա ներկապահին տղամարդն առաջին պլան։ Ինչ եք կարծում, տղամարդիկ կհամաձայնվեն կնոջը առաջին պլան թողնել։ Ինչ եք կարծում, դուք ասեք։ Անկեղծ ասած, ինձ համար միևնույնն է, որտեղ ես նույնքան հավասար գոյություն ունեմ զգացողական սիստեմում, որքան գոյություն ունեմ բանական սիստեմում։ Չէ, լավ, ձեզ համար միևնույն է, բայց տղամարդիկ թույլ կտան, թե ոչ, ինչ եք կարծում։ Իհարկե թույլ չեն տա։ Վերջացավ։ Եվ ավելի վատ կքայքայվեն բազմաթիվ ընտանիքներ։ Էս է խնդիրը։ Եվ հիմա էլ, սոբսվենի, եթե մենք հետազոտում ենք համակարգ հասկանում եք, ինչ է ամուսինները, կին տղամարդ, որոնք միասին պետք է ձեռք բերեն գիտելիք։ Այն, որ մենք ասում ենք ընտանիք, երեխաներ, դրանք պաբոչնի հետևանքներն են, որ լուրջ եմ ասում։ Չամենայն անկեղծությամբ, դուք մտածեք, ընտանիքը դրա համար չի, այլ որ մեկը մյուսին հենարան ծառայեն։ Ծիծաղում ես։ Ես պաբոչնի բարի վրա ուղղակի։ Լավ, չէ նախատեսված ովքեր են պաբոչնի էֆեկտը։ Դուք ծիծաղելու փոխարեն նայեք ինչա տեղի ունենում։ Ներկապահին Հայաստանում կանանց 60%-ը բնավ ամուսնանալ չի ուզում։ Այո։ Ընտանիքներ չեն կազմում, ինչ եք կարծում, ինչ պատճառով։ Նրանք խելագար չեն։ Նրանք արդեն զգում են այդ երևույթի այն որը պաբոչնի բառը օգտագործեցի մտածելով որ մի բառով շատ բան ասած կլնեմ այո շատ բան ասեցի սկսեմ բացատրել կարճ կասեմ հիմա ով կհասկանա ով է չէ այդ ասա խնդիրը դուք միթե չեք տեսնում որ լիքը երեխաներով շրջապատված լինելով միևնույնն է մենակ եք բա որտեղից այդ մենակության զգացողությունը եթե նրանք ձեր մասնիկն են ձեր ամբողջական դառնալու ինչ որ օժանդակ համակարգերն են այդպես ինչի վիճակ է Ինչի են ընտանիքները կայքայվում, մի պատճառով, երկու հոգի ճանապարհ են գնում, եթե հոգևորի բնագավառում նրանք հավասար արագությամբ չգնացին, ինչ որ մեկը առաջ ընկավ, ինչ որ մեկը հետ ընկավ, նրանց միջև առաջանալու է խզում, եթե պրոցեսը շարունակվեց, խզումը կդառնա ձորակ, եթե ավելի շարունակվեց, անդունդի ես կողմից, այն կողմ, հասկանում եք, որևէ բարդույթ Կամուրջ կառուցել հնարավոր է, եթե այդ մարդիկ անկեղծորեն եւ ազնվորեն խոսեն իրար հետ։ Բայց այսօր ով անկեղծորեն ազնվորեն խոսի, առաջինը մատը տնկելու ասես գիժը։ Չգիտես ինչի մենք բոլորս վախենում ենք գիժ լինելով, որ մեզ ասեն գիժը։ Այ եթե խելացի լինեինք, մենք թքած կորենայինք դրա վրա։ Խելացի մարդուն ինչքան էլ ուզում ես ասա գիժ, նա գիտի որ դա իրան չի վերաբերում։ Բայց հենց որևէ տեղ գիժ են ասում, բոլորս կարծում ենք, որ այդ մեր մասին է։ Ինչի։ Շարունակությունը։ Գնացինք առաջ։ 7-րդ դրասայի խնդիրը ներողություն, 6-րդ դրասայի իմացաբանական սիստեմին օժանդակող ճառագայթը կոչվում է սեր իմաստություն։ Ես կարծում եմ իմաստությունի այդ երկու բառերը բացատրել մենք բավական լավ հասկանում ենք ինչ է սերը։ Ես նկատել եմ որ մարդիկ սկսել են վախենալ շատ սեր բառից։ Ինչ առումով Լուսինե։ Խուսափել, վախենալ, չեն ուզում զգալ դա, չեն ուզում ապրել դա, վախենում են հետո մնացած բոլոր։ Մտածում են որ չկա ընդհանրապես, դա մտածածի երևույթ է։ Իսկ դու ինչ ես կարծում Լուսինե, սերը դա կա թե չկա։
եկեք Հետո կխոսենք։ որպեսի դրսի աշխարհում դուք ինչ որ բան կարողանաք տեսնել եւ հասկանալ, այդ ինչ որ բանից ձեր ներսում պետքա ունենաք։ Եթե ձեր ներսում ոչինչ չկա, դրսում նա ինչքան էլ լինի, դուք ուղղակի տեսնել չեք կարող։ Դուք կանցնեք դրա կողքով, մեջով, վրայով, ինչպես ուզեք, չեք կարող տեսնել։ Դուք չունեք դրանից։ Այն մարդիկ, ովքեր դրանից խուսափում են, ուղղակի չունեն։ Ոչ թե վախենում են, չունեն, չեն ուզում ունենալ։ Ի վերջո, սերը զուտ զգացողություն չի։ Դա նաև բավականաչափ զորեղ պատասխանատվության զգացողություն է։ Եթե դու չունես պատասխանատվություն, ինչպես կարող ես դա ունենալ։ Ինչպես կարող ես պահել։ Իսկ մարդիկ ինչ են ուզում են անեն գործողություն, պատասխանատվություն կրի ուրիշը։ Այդպես չի լինում։ Այդպես հնարավոր չի։ Հիմա արդեն շատերը տեսնում են, որ հնարավոր չի։ Այդ պատճառով են փախչում։ Թող վերցնեն պատասխանատվության իրենց բաժինը, իրանք կունենան այն ամենը, ինչ ուզում են։ Վերցրած բաժնի չափով։ 7-րդ ռասայի խնդիրը՝ ավերման էներգիայի յուրացում եւ ուժային արարում։ Ճառագայթը, վիբրացիան, որ այս գիտելիքի վրա մեզ պետքա ուղղորդի, կոչվում է կամք մահ, վոլյա, կամք եւ մահ։ Հիմա խնդիր։ Մենք անվանում ենք մահ, բայց գոյություն չունի մահ որպես այդպեսին, ինչպես մենք հասկանում ենք։ Դա անցման համակարգը գիտակցության մի մակարդակից մյուսին։ Դե հիմա դրանում էլ խապված ենք։ Ախ, մեր ես ինչը գիտակցության մակարդակը փոխել է, գնանք վրան լացենք։ Իսկ միգուցե գնանք վրան ուրախանանք, որ նա կարողացա փոխել գիտակցության իր մակարդակը, եւ ասենք երկրային եռաչափից անցավ երկրային քառաչափի։ Չէ, անպայման պետք է լացենք։ Մեր ապոպապերը լացել են, նրանցից առաջ լացել են, մենք լացում ենք, հետո էլ մերոնց պետք է ասենք, ես որ մեռնեմ, վրես կլացես, այ որդի։ Սա քո մասին ժողովրդից Ես իմ ուսումնասիրություններ ունեմ, որոնք չեմ պատրաստվում հիմա քննարկել, այս պարզապես պարոն Բարոյանին լսում եմ եւ վերջում պետք է հարցնեմ այն ամենը, ինչ որ դուք այսքան գիտեք, տեղյակ եք եւ իմացաբանական գիտելիքները, որոնք կան ձեզանում, կիրառում եք ձեր կյանքում, շատ հետաքրքիր է։ Այո։ Վերջ, շնորհակալություն, շարունակենք։ Եվ շատ վաղուց։ Եվ շարունակենք 7-րդ, Մահադաժակի սիրելի թեման է դրա։ Այո, սիրելի, բայց ես որոշել եմ չխոսել դրա Վաղուց, այո, ես ընդունում եմ, նա արդեն մոտավորապես 1 տարի է այդ մասին չի խոսում։ Հուսով եմ, որ չի էլ մտածում։ Սրբազնագիտական համակարգը մարդու կյանքը բաժանում է 7 փուլերի, բայց դրանք նյութական բաժանումներ չեն, եւ այդ փուլերի ընթացքում մարդու ձեռք բերել գիտելիքների մի փոքր աշխատեմ ներկայացնել ինչպիսին է դա։ Կյանքի առաջին փուլը, որքան էլ դա հիմա լսողներին տարօրինակ կթվա, երկրի վրա չի անցնում։ Անցնում է այնտեղ, որտեղից մենք գալիս ենք այստեղ։ Այդ փուլում մենք, եթե արդեն որոշել ենք, որ պետք է գանք երկիր մոլորակ եւ նյութական մարմին պիտի ձեռք բերենք, մենք նստում ենք եւ մշակում ենք նյութական մարմին ձեռք բերելուց հետո այստեղ մեր կյանքի բոլոր մանրամասները մենք ում հետ պետքա հանդիպենք, ումից պետքա ծնվենք, ինչ պիտի սովորենք, ով պիտի մեզ օժանդակի այսինչ հարցում, ով պետքա մեզ օգնի, ով պետքա մեզ վնասի, ով պետքա մեզ ծեծի, ով պետքա համբուրի, հանդիպումը որ տարիքում ում հետ ինչ եղանակով պիտի տեղի ունենա, բոլոր բաները մեր կողմից նախատեսվում են։ Նախատեսվելուց հետո մենք գտնում ենք այն հոգիներին, որոնց հետ մենք պիտի հարաբերվենք, եւ նրանց հետ կնքում ենք որոշակի պայմանագիր, որ իմ այսինչ տարիքի, այսինչ ժամանակ, այսինչ տեղում ինձ հետ պարտավորվում ես կամ կարող ես գալ եւ հանդիպել, որտեղ դու այդ ժամանակ կլինես այսքան տարեկան, ես կլինեմ այնքան տարեկան։ Պայմանագրերը հաստատվելուց հետո, երբ որ համաձայնությունները ստացված են, մենք հանդիպում ենք մեր ապագա ծնողների հետ եւ ծնողներից թույլտվություն խնդրում ծնվելու իրենցից։ Եթե ծնողները համաձայնություն չենք տալի, մենք որոնում ենք ուրիշ ծնողներ։ Ըստ որում այդ նույն խնդիրը մենք լուծում ենք նաև ազգի տեսակետից, ժամանակի տեսակետից, ժամանակը մենք ընտրում ենք այն խնդիրները լուծելու առավել օպտիմալ լավագույն տարբերակ առումով, որը որ ասենք ենթադրենք թե դուք պիտի հետազոտեք ինչ ասեմ մարդկային հարաբերություններում սեր տարբերակը ասենք թե եւ դուք որոշել եք, որ դուք պետքա ծնվեք նախնադարում։ Նախնադարում սեր հասկացողություն որպես այդպիսին սկզբունքորեն լինել չէր կարող, կամ եթե լիներ էլ դա բնազդային մակարդակից այն կողմ չէր գնում, հետեւաբար դուք այնտեղ ուղղակի հետազոտելու բան չունեիք։
Ես չգիտեմ կարող եմ հասկացնել։ Այո, Շատ քիչ էր հետազոտվում։ միանշանակ հասկանալի է շատ հետաքրքիր։ Բոլոր այս կարգի ախ, դա վարկած չի։ Շատ լավ կլներ, որ վարկած լներ։ Կարծում եք, որ դա ուրիշ տարբերակ չունի քննարկման, դա հենց այդպես է, մեխանիզմը հաստատում մեխանիզմը։ Այո, դա մենք ենք ստեղծել, մեզ համար ենք ստեղծել։ Ես խնդրում եմ բոլորովին չմոռանաք կամ միշտ հիշեք, որ եւ այնտեղ գալու ընթացքում եւ այստեղ մեր ապրելու ընթացքում մենք օգտվում ենք Արարիչի կողմից մեզ տված կամքի ազատ դրսևորման իրավունքից։ Ես գտել եմ ձեր ասացի մեջ հետաքրքիր բաներ, որոնցից կարող եմ կարճել ու գուցե ենթագիտակցական մակարդակի վրա ես ունեցել եմ այդ ինֆորմացիան, հասկանում եմ, բայց այդ դեպքում կա այսպիսի եկող դեմ հանդիման եկող մեկ հարց։ Այդ դեպքում ինչպես կարող են մարդիկ իրենց համար ընտրել շատ դաժան ճակատագիր, շատ դաժան մի կյանք, կան այդպիսի մարդիկ, ովքեր ունեն, ու անկախ իրենցից է, որքան էլ մենք ասենք, որ մեր գործողությունների եւ մեր մտքերի արդյունքում է ձևավորվում մեր կյանքը, այնուամենայնիվ բաներ կա, որ մենք փոխել չենք կարող։ Միթե կա ինչ որ մի մարդ, ով կցանկանար գալ այս աշխարհ եւ կորցնել, ասենք, իր զավակին կամ, չգիտեմ, ամբողջ կյանքում մի խոսքով տարբեր դժվարություններ ունեցող մարդիկ կան։ Իրենք են ընտրում իրենց համար այդ կյանքը, այդ տեղը, այդ վայրը։ Այո։ Ինչու՞։ Հետազոտելու համար, թե կարմայի օրենքով մաքրվելու համար, ինչի համար։ Շատ եմ խնդրում այս կարգի բան։ Այդ ինչի մասին հիմա դուք խոսում եք, ինձ անհրաժեշտ կլինի միայն անձամբ ձեզ բացատրելու համար խոսել մոտավորապես ժամուկես եւ ներկայացնել բոլոր նաեւ այն փաստերը, որոնք այդ բնագավառում գոյություն ունեն եւ որոնք ձեզ ցույց կտան, որ դա իրականում այդպես էլ կա։ Չէ, ես ընդունում եմ, ես ասում եմ, ես չեմ ժամուկեսը։ Չէ, չունեք, ես չեմ մտածում, որ դուք հիմա խենթ ինչ որ բաներ եք ասում։ Ես ընդունում եմ, որ դա այդպես է։ Ուղղակի ինձ մոտ հարց է առաջանում, ինչու են մարդիկ իրանց համար ընտրում շատ դժվար։ Եղավ պատասխան, հակիրճ եղավ որ այդպես է, հանգամանալից դու անձամբ 1.5 ժամվա ընթացքում, բայց այսօր դու չունես այդ 1.5 ժամ։ Հետո առանձին խնդրեմ, բան չունեմ ասելու։ Ես կարամ ուրիշ բան բերեմ։ Ծնողների 30%, նվազագույնը 30%, ես հավանաբար փոքր թիվ եմ ասում։ Դեռ ծնվելուց առաջ իմանում է իր երեխայի անունը, որը պետքա դնի։ Ըստ որում այդ երեխան ինքն է գալիս եւ ասում. «Ինձ կդնես այս անունը»։ Ես դրա հետ համամիտ։ Այդ դեպքում այս հարց, այս մի պոլյուսից, այս մի բևեռից, այդ մի բևեռի։ Եթե մենք այնտեղ այդպիսի, այսպես ասած, ապագա կյանքի շինարարական գործունեությամբ չենք զբաղվում, հետո է գալիս եւ ասում, որ ինձ այս անունը կդնես կամ որտեղից է գալիս կամ ինչու է գալիս։ Հիմա ասենք X եւ Y անձնավորությունները, ես X-ի հետ այն կյանքում պայմանավորվում եմ, որ գիտես ինչ կգաս, մենք այս ինչ օրը կհանդիպենք ու այդ օրվանից դու կսկսես իմ կյանքը քայքայել, ես պատրաստ եմ դա ընդունել։ Մենք նախապես ենք պատրաստվում, այդ պայմանագիրը կնքում պայմանագիրը այդպես կնքել X-ի հետ։ Ես համաձայն եմ հլու հնազանդ թույլ եմ տալիս քայքայել իմ կյանքը։ Իսկ ուսին կարող է հերքել այդ։ Կամ ինքն է ինձ ասում այդ նույն բանը։ Գիտես, արիվ հանդիպենք, դու քայքայիր իմ կյանքը։ Ռուսինե ջան, մտածենք սենց։ Այն ինչը որ դու գնահատում ես որպես քանքի քայքայում, քեզ ստիպում է ճշմարտության ավելի խոր հետազոտության դիմել, հարցեր առաջադրել, որոնք այլ հանգամանքներում երբեք այդպիսի հարցեր չէիր առաջադրելու, եւ դու ուզես չուզես դառնում ես ավելի խելացի եւ ավելի իմացող։ Ստեղից խնդիր։ Ինչի ես որոշել, որ այդ մարդը քո կյանքը քայքայում է։ Միգուցե նա քեզ իմացության է դրթում, որը դու համարում ես քո կյանքը քայքայել։ Չէ, իսկ եթե ես արդեն ունեմ այդ իմացությունը, դեպքում պետք է կանգ առնել, չէ՞։ Հավանաբար չունես, որովհետև ես իհարկե սա իմ մասին չեմ խոսում, շատ մարդկանց վստահ եմ, որ այս հարցերը, որոնք ես ձեզ տալիս եմ, հիմա մի շարք մարդկանց մոտ առաջացել են։ Պաստորեն պետք է շարունակեն եւ ուսումնասիրությունները նույնպես շարունակեն, գիտելիքների պաշարը կուտակեն այդ մարդիկ, չէ՞։ Ամեն մարդ գալով այս երկիր լուծում է անհատապես իրան հարիր խնդիրները։ Եվ այդ խնդիրների լուծումը նա կազմակերպում է այնպես, որպեսի օժանդակի եւ իրեն, եւ իր կողքին գտնվող մարդկանց։ Ստեղ կա բարդույթ, որը դե ինչ անեմ, դե հերոստատեսային ժամանակ այդպեսին է։ Մենք, այսպես ասած, պատահական հոգիների հետ կյանք չենք կառուցում։ Մենք ունենք հոգիների, այսպես ասած, ընտանիք, մտերիմ հոգիների, Տեր Աստված շատ չհամարես, որտեվ ես հիմա շաշություն եմ ասում, բայց իրականում մարդկային լեզվով ուրիշ կերպ ես չգիտեմ ինչպես ասեմ, որոնց հետ մենք կազմում ենք հոգևոր ընտանիք,
ընդեղ ընտանիք դա զվարճալի է, ես նորից ասեմ, որ մարդկային ձևում եմ ասում, այսինքն մի 15-20 հոգիներ աշխատում են իրանց էվոլյուցիայի վրա օժանդակել մեկը մյուսին հնարավոր բոլոր ձևերով, բայց այս ինչ խնդիրը լուծելու համար մենք մտնում ենք հոգևոր մի ընտանիքի մեջ, այն մյուս խնդիրը հաջորդ կյանքում լուծելու համար հոգևոր մի այլ ընտանիքի մեջ, այս տեսակետից մենք ունենք բազմաթիվ հոգևոր ընտանիքներ, որոնց հետ մենք բիոէներգետիկորեն հարաբերվել ենք։ Մենք ինչ-որ մեկից վերցրել ենք, ինչ-որ մեկին չենք տվել։ Գիտեք ինչ եմ ուզում, ընդամենը 2 օր առաջ ես ուժակը երբ սուրճ էինք ըմբում երեկոյան, կատակով։ Հիշում ես կատակով մեր խոսակցությունը, որ մեկը, Քրիստինե Պեպելյանի երգի ժամանակ, որ սկսեցինք ծիծաղել, մենք պիտի հանդիպենք իրար ու ես կատակով քեզ ասացի, մինչև ծնվելը մենք պայմանավորվելու ենք, ես իշ տարիքում իրար հետ աշխատելու ենք, իրար հետ քննարկելու ենք մի շարք հարցեր։ Պահպանված լինի պայմանագիր, ուզում եմ իմանալ ինչ զարգացումներ են ունենալու մեր հարաբերությունները ըստ այդ պայմանագրի։ Գիտես, կարող է վերջին 12 տարիների ընթացքում նույն փուլով է տալու, ես էլ գտարել։ Ես հոտ չեմ քաշում, թե դուք ինչ եք խոսել Չէ, ընդհանրապես, չէ, երգը այսպեսին է, մենք պիտի հանդիպեինք իրար, ինձ հիմա պարզ էր։ Ու ես այդ ընթացքում երբ այսպես սիրտս էի թափել, այսպես ասած Ժակի առաջ, էլի խնդիրներ եւ նա խելոք լսում էր, ընդհանուր այսպես փորձեց կատակներով տրամադրությունս բարձրացնել, այդ երգը եղավ ու որոշեցինք, որ ծնվելուց առաջ մենք պայմանավորվել էինք, որ իրար օգնելու համար մենք պիտի գանք այս աշխարհ։ Ու հիմա ձեր ասածը կարծես թե ավելի լուրջ ու մեր կատակը։ Եվ ամենասարսափելի բանն է գալիս, պարոն Բարոյան, երբ ես պետք է հայտարարեմ եթերի դաժան իրականության կանոնների մասին, շատ հակիրճ շնորհակալություն հայտնենք, հետաքրքիր շփվեցինք, ինչ-որ բաներ վերցրեցինք, լուր մնացինք, հետևություններ կանենք, հետևություններ չենք անի, կհակառակվենք կամ չենք հակառակվի, ես այդ իրավունքը ինձ վերապահում եմ, նույնը կարող են անել մեր հեռուստադիտողները, յուրաքանչյուր մարդ ազատ է իր մտքի, իր տեսակետների առումով, ես կարծում եմ, որ այդպես է, եւ ամեն դեպքում հետաքրքիր ինչ-որ բաներ կան, Լուսինեի ասած, որ կարելի է կարճել ու փորձել հասկանալ ճշմարտությունը։ Այսինքն մենք բրծանք։ Մենք այսօրվա համար ավարտեցինք։ Մի բան ասեմ ու ավարտենք, էլի մի բան կարելի է դեռ եթերում ենք։ Մի քանի վայր։ Առաջին փուլի ամենադժվար գործը անցումն է 4-ից 3-րդ չափում։ Ըստ որում ֆիզիկական առումով ավելի բարդ, որովհետև մենք պետքա ծնվենք, մեր մոր փորից պետքա դուրս գանք։ Ամենաբարդագույն process-ն է։ Եվ անկեղծ ասած, շատ փորձանքներ են պատահում այդ դուրս գալու ճանապարհին։ Ես պետքա ասեմ։ Ամենակարևորը նախորդ կյանքի հիշողության կորուստը։ Դա առաջին անցումն է։ Երկրորդ անցումը արդեն հետո մենք չգիտես ինչի մահ ենք անվանում, բայց քանի որ ձեր եթերը պրծավ իմն էլ հետը, եւ շատ հետաքրքիր կերպ վերջացավ, շատ հետաքրքիր հատվածի կան։ Մենք այո, սկզբում խոսեցինք այստեղից, այնտեղից, բայց ամենակարևոր 7 փուլերի ժամանակ չմնաց մեզ։ Բայց այստեղից, այնտեղից այնպես չէ, որ խոսեցինք, պարոն Բարոյանի ամեն խոսքը կարծում եմ հետաքրքիր էր եւ մտածելու տեղիք տալիս էր։ Այո, հուսամ, որ մեր հեռուստադիտողներին հետաքրքիր էր, իրենք իրենց համար բացահայտումներ արեցին եւ կշարունակեն ինքնակրթությամբ ու զարգացմամբ զբաղվել։ Այսքանը։ Րոպեներ անց մենք կտեղափոխվենք երևի Անգլիա, Լոնդոն ճանապարհորդելու իմաստով, կունենանք հետաքրքիր շարժան իրադարձություններին անդրադարձ կատարելու հնարավորություն, իսկ հիմա մեր լրատվական ծառայությունը ներկայացնում է։ Որից անմիջապես հետո մենք կհանդիպենք։ Գնացինք առաջ։